Ինչպես են բաշխվում ազգային ժողովի մանդատները։ Նախ կենտրոնական տրական հանձնաժողովը արդյունքները վերջնական ամփոփելուց հետո հաշվում է, թե որ ուժը քանի տոկոս ձայն է ստացել։ Ընդ որում տոկոսը հաշվելիս հաշվի առնվում բոլոր կողմ քվեարկած քվեաթերթիկները եւ անճշտությունների չափը։ Անվավեր քվեաթերթիկները հաշվի չեն առնվում։ Այն կուսակցությունը, որ ստացել է 4% եւ ավելի, մինչև 3 կուսակցություն գրկող դաշինքը եթե ստացել է 8 եւ ավել տոկոս եւ 4 եւ ավել կուսակցություն գրկող դաշինքը եթե ստացել է 10 եւ ավել տոկոս ձայն, նրանք համարվում են արգելապատնեշը հաղթահարած եւ մասնակցում են մանդատների բաշխմանը։ Մանդատների բաշխման համար արդեն հիմք ենք ընդունում նրանց կողմ ստացած ձայները, ոչ թե ամբողջի կողմ ստացած ձայները։ Եվ 101 նվազագույն մանդատը բաշխում ենք այս կուսակցությունների եւ դաշինքների միջև հիմք ընդունելով նրանց ստացած կողմ ձայները որպես 100%, ինչպես որ հիմք էինք ընդունել որպես 100% բոլորի ստացած կողմ ձայները, երբ հաշվել էինք նրանց տոկոսները արգելապատնեշի համար։ Արգելապատնեշը հաշվարկելուց հետո մնացած կողմ ձայները արդեն դնում ենք մի կողմ, ոնց որ անվավեր քվեաթերթիկներն էինք դրել մի կողմ, երբ հաշվել էինք, թե ամեն կուսակցություն ինչքան ձայն է ստացել։ Եվ այս բանաձևի թույլ ըմբռնման պատճառով կա այսպիսի միտք, որ մնացած ձայները, մնացած կուսակցությունների ձայները, որոնք որ չեն հաղթահարում արգելապատնեշը, բաժանվում է արգելապատնեշը հաղթահարածների միջև։ Չկա նման բան եւ այդ տերմինը, փոշիացվում է տերմինը, պետք է ուղղակի դուրս հանենք մեր մտածողությունից, որպեսզի դա մեզ չդեմոտիվացնի գնալու քվեարկության։ Ոչ մի ձայն արգելապատնեշը չհաղթահարած կուսակցությունների ոչ մի ձայն չի տրվում մեկ ուրիշին։ Ավելին, կարող է լինել սցենար, երբ արգելապատնեշը չհաղթահարած կուսակցությունները կամ դաշինքները եւս ստանան մանդատներ։ Օրինակ, եթե ամենամեծ ձայն ստացած ուժը 2/3-ից ավել մանդատ է ստանում, սակայն նա 2/3-ից պակաս ձայն էր ստացել, այդ 2/3-ից ավել մանդատները մենք բաշխում ենք այն կուսակցություններին եւ դաշինքներին, որոնք արգելապատնեշ չեն հաղթահարել, բայց 2%-ի արգելքը հաղթահարել են։ Ավելին, եթե կուսակցությունը հաղթահարում է 2%-ը եւ դաշինքը 4%-ը, պետությունը նրանց վերադարձնում է իրենց ընտրագրավը։ Էլ ավելին, այդ կուսակցությունները ստանում են ֆինանսավորում պետությունից առաջիկա 5 տարիների համար, մինչև հաջորդ ազգային ժողովի ընտրությունները։ Կուսակցությունները նաև կշռվում են իրենց ստացած ձայներով։ Եթե օրինակ ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ինչ որ կուսակցություններ ուզում են միավորվել, նրանք տեսնում են առաջինը, թե նախորդ ընտրություններին ինչ ձայն է ստացել այդ կուսակցությունը, ինչ կշիռ ունի, ինչ ընտրազանգված ունի։ Էլ ավելի, կենտրոնական տրական հանձնաժողովի կայքում է զետեղված բոլոր ազգային ժողովի ընտրությունների սկսած 2007 թվականից արդյունքները եւ ամեն կուսակցության ստացած ձայները երևում է եւ միշտ մնալու է կենտրոնական տրական հանձնաժողովի կայքում եւ դրանք ունեն քաղաքական ազդեցություն։ Բոլոր ձայները որոշիչ են եւ այնպես որ այս ընկալումը մենք ցանկանում ենք վերափոխել, հա, ցանկանում ենք մատուցել իրական մանդատների բաշխման եղանակը, որպեսզի քաղաքացիները չմտածեն, թե իրենց ձայնը, եթե իրենց կուսակցությունը չընտրվի, չհաղթահարի արգելապատնեշը, կտրվի այլ կուսակցությանը, կամ հասանելիք մանդատները կտրվեն այլ կուսակցություններին կամ այլ դաշինքներին։ Մանդատները ի սկզբանե սկսում են բաժանվել միայն նրանց միջև, ովքեր որ հաղթահարել են արգելապատնեշը։ Ոչ թե սկզբից բաշխվում է մանդատները բոլորի միջև, հետո արգելապատնեշը չհաղթահարածներին ընտրվում է հաղթահարածներին։ Այսպիսին է պատկերացումը եւ դա սին պատկերացում է։ Այնպես որ մասնակցեք քվեարկություններին, ձեր ձայնը որոշիչ է։